2026 թվականի ընտրությունները պատմական շանս են մեր ժողովրդի համար վերաիմաստավորելու անցած ուղին, հասկանալու ինչ են արել մինչ այժմ եղած բոլոր իշխանությունները եւ վերջապես ընտրելու Հայաստանի զարգացման, անվտանգության ապահովման ամենաճիշտ ռազմավարությունը։ Այդ շանսը եւ միգուցե վերջին շանսն է, որ տրվում է հայ ժողովրդին։ Հետեւաբար հայ ժողովուրդը պետք է իսկապես ամենայն պատասխանատվությամբ մոտենա այս խնդրի լուծմանը եւ այս անգամ կատարի լրջագույն մի ընտրություն իշխանության բերի այնպիսի ուժերին, որոնք ունեն ռացիոնալ իրատեսական մոտեցում մեր բոլոր խնդիրների, լինի դա անվտանգության ապահովման, լինի դա տնտեսական զարգացման եւ այլ ոլորտների։ Հիմա ամփոփելով իմ ելույթը, ես ուզում եմ ասեմ, որ այս ուժը, որ այստեղ հավաքված է, այս թիմը ներկայացնում է մի քաղաքական ուժի, որը 1988 թվականի զարթոնքի ծնունդ է, որը հետո ղեկավարել է այս զարթոնքի արդյունքում ձևավորված համահայկական ազատագրական շարժումը, հայոց համազգային շարժումը։ Սա այն ուժն է, որ կոմունիստական ռեժիմի հետ հակամարտության պայմաններում նվաճեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Սա այն ուժն է, որը իրականացրեց համաշխարհային ճանաչում ստացած եւ համաշխարհային ճանաչման արժանացած արմատական ազատական բարեփոխումները, որոնք ամրապնդեցին Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Սա այն ուժն է, որը ղեկավարեց հայ ժողովրդի հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա այն ուժն է, որը հասավ նրան, որ ամբողջ աշխարհը, այդ թվում Ադրբեջանը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավունքի տեսակետից սուբյեկտայնությունը, որպես խաղաղության հաստատման պլանի մի բաղադրիչ։ Ցավոք սրտի, երբ այդ պլանը մերժվեց մեր ներքին առավելապաշտների գործողությունների արդյունքով, մենք շարունակեցինք հետո մշտապես հանդես գալ Ադրբեջանին խաղաղությունը պարտադրելու կամ գոնե ուժի դիրքից այն կնքելու դիրքերից։ Մենք մշտապես դրա ջատագովն էինք եւ պարզվեց, եւ ես նորից եմ ասում, սա այն ուժն է, որ միակն էր հայկական բոլոր քաղաքական ուժերի մեջ, որը ճիշտ գտնվեց նաեւ այս հարցում, որովհետեւ դա միակ ձևն էր կանխելու այն աղետը, որ մեր հետ տեղի ունեցավ։ Եվ ես կարծում եմ, որ այսպիսի ուժը չէր կարող անմասն մնալ այս պատմական ժամանակաշրջանում ընթացող գործընթացներից եւ սա այն ուժն է, որը պետք է իրոք վերադարձնի մեր հայ ժողովրդին իրատեսական ռացիոնալ ռազմավարությամբ առաջնորդվելու կարողությունը։ Եվ մենք դա անելու ենք եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը ներկայացնել այն բանի վրա, որ մեր թիմը փորձառության եւ երիտասարդության մի փայլուն միաձուլում է։ Մենք ունենք փորձ, մենք ունենք նոր կոմունիկացիոն տեխնոլոգիաներ, որոնք մեր երիտասարդներն են բերում, որով հարստացնում են մեր մոտեցումները, եւ մենք այս թիմով գնալու ենք շատ լուրջ ընտրախշավի եւ ես վստահ եմ, որ ճիշտ քայլերի դեպքում մենք կհասնենք հաղթանակի։ Իսկ հիմա մի քիչ շատ խոսեցինք, ես առաջարկում եմ մեր դեպքերներ մեր
Մեր թիմակիցներին առաջարկում եմ զբաղեցնել տեղերը աթոռները այս դահլիճում եւ համաձայն պլանի ես հիմա կներկայացնեմ մեր նախընտրական ծրագիրը, իսկ ավելի ճիշտ ոչ թե նախընտրական ծրագիրը, այլ այն ուղիանիշները, այն ուրվագիծը նախընտրական ծրագրի, որով մենք գնալու ենք այս ընտրությունների։ Մի բան էլ ասեմ, սա ընդհանրապես մեր նախանշած ուղղություններն են։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ծրագիրը հայտարարելուց հետո մենք շատ սերտ շփումների մեջ պիտի մտնենք մեր հանրության հետ, մեր հասարակության հետ, գյուղացու, արհեստավորի, գործարարի, գիտնականի, ուսանողների, որպեսզի այս ծրագիրը հասցնենք մի կատարյալ վիճակի, որպեսզի այս ծրագիրը արտացոլի մեր ժողովրդի սրտից բխած բոլոր նպատակները։ Շնորհակալություն, ի գործ։